Հիմնականում ապօրինի ավտոտնակների հետ կապված մեկ անգամ ես ասել եմ եւ ուզում եմ նորից կրկնել, սիրելի երևանցիներ, խնդրում ենք մի դիմեք ապօրինի ավտոտնակների օրինականացման համար, որովհետև Երևանի քաղաքապետարանին որևէ այլ հնարավորություն չի մնում, քան քանդել այդ ավտոտնակները, որովհետև իրավական կարգավորումները այնպիսին են, որ մենք հիմնականում չենք ունենում հնարավորություն դրանք օրինականացնելու, որովհետև այդ ավտոտնակները գտնվում են ընդհանուր օգտագործման անօտարելի հողերի վրա եւ քանի որ նաեւ չենք կարողանում, դրանից հետո մեզ կառավարության համապատասխան որոշումը 596N որոշումը պարտադրում է դրանք քանդել եւ հետեւապես հորդորում ենք, խնդրում ենք մի ստիպեք մեզ անընդհատ այս process-ով անցնել, որովհետեւ մենք սա մեր, այսպես ասած, կամքից անկախ է, մենք այդ ավտոտնակները պետք է քանդենք եւ որովհետեւ դա այնց հստակ կառավարության որոշման մեջ գրված է։ Հետևաբար, եթե նվազագույնը չեք ուզում, որ ձեր ավտոտնակը քանդենք, խնդրում ենք մի դիմեք դրա ձեր ինքնական ավտոտնակի օրինականացման համար։ Նամանավանդ եթե նա գտնվում է ընդհանուր օգտագործման հողի վրա։ Ինչ է նշանակում ընդհանուր օգտագործման հող։ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով գենպլանով հստակ ֆիքսված է, թե որ հողերը ինչ նշանակություն ունեն։ Եվ դուք ձեր հենց Երևան AM կայքում կարող եք տեսնել ձեր հողի նշանակությունը։ Եթե ընդհանուր օգտագործման է, խնդրում եմ ստուգեք եւ նույնիսկ եթե դիմել եք, հետ վերցրեք ձեր դիմումը, որովհետեւ մեզ այլ որևէ բան չի մնալու հնարավորություն, քան քանդել այդ ավտոտնակները։